Արամ Մանուկյան, համեցեք պարոն Մանուկյան, կենտրոնական ամբիոնի մոտ։ Ես ուզում եմ հարցնեմ նախագահողին, ում համար եք խոսում, եթե մարդու իրանքների պաշտպանը դալիճում չէ։ Դիտողությունը կարծում եմ ճիշտ է, շուտով կլինի, դա էլ վերաբերմունք է, չգիտեմ, կգա կպարզաբանի։ Բացարձակ սիրուն չի, երբ մարդու զեկույցն ենք քննարկում, ինքը դալիճում չի։ Լավ, ելույթ ասեմ։ Ես ելույթս վերնագրել եմ այսպես. մարդու իրավունքների պաշտպանը իրավունքների պաշտպանության կարիք ունի։ Բնականաբար բոլորիս համար ակնհայտ է, որ չի կարող երկրում լինել մի բնագավառ, որը շատ լավ է, երբ շրջապատում բոլոր մնացած բնագավառները գտնում են վատ վիճակում։ Եվ սրան պետք է ուղղակիորեն հմբռնումով մոտենալ։ Չի կարող մարդու իրավունքների պաշտպանը համակարգին դեմ լինել կամ մի ամբողջ համակարգ կարգի բերել։ Սա է իրականությունը, ուղղակի ես կուզեմ եւ նշել մի քանի դրական բան, որ եւ հարցի ժամանակ ասեցի, աշխատանքը կատարված է շատ բծախնդիր, մի քանի բաժիններ կան, որ մասնագիտական առումով շատ լավ էին ներկայացված եւ ես անգամ մասնագետներն եմ ներկայացրել, որոնք դրական գնահատականներ էին տալիս, բայց այստեղ մի հատ կարևոր բայց հիմնական առումով ինչի համար պետք է աշխատի մարդու իրավունքների պաշտպանը, այդ մասերով մենք ունենք լրջագույն խնդիրներ։ Մասնավորապես մարտի 1-ի խնդիրը, ես հարցի ժամանակ էլ ասեցի, շատ հպանցիկ է, այստեղ գրված է ընդամենը, որ 6 տարվա ընթացքում առաջընթաց չի արձանագրվել, մահացածների անձանց իրավահաջորդների իրավունքները բացահայտորեն խախտված են, արդյունավետ միջոցներ եւ եզրակացությունը այսինքն է, որ արդյունավետ միջոցներ պետք է ձեռք առնվի սեղմ ժամկետներով մարտի 1-ի 10-ի զոհերի գործը ավարտելու եւ որոշում կայացնելու համար։ Սա ամենևին լուծում չէ, այստեղ ժամկետը չէ խնդիրը, այլ բացահայտումն է խնդիրը, մինչդեռ այստեղ կա վտանգավոր բան, որ շատ արագ պետք է որոշումներ կայացվի այդ 10-ի գործը փակելու համար, մանավանդ, ես այն անգամ էլ ընթերցեցի, կարդում եմ այս հայտարարությունը, որը կատարել է Հանրապետության նախկին գլխավոր դատախազը, որը ասում է բառացիորեն, մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումները իրականացված են, սա անամոթ սուտ է, եւ գրված է նաեւ հետեւյալը. իհարկե կան չբացահայտված առանձին հանգամանքներ, որոնցով կան լուրջ խոչընդոտներ հենց դժողների կողմից հարուցված։ Սա հաջորդ անամոթ սուտն է, եւ ձեզ ասեմ, որ այս գործերի երկարաձգումը այդ մարդկանց ոչ միայն հիասթափեցնում, հուսահատացնում է, ծնողների մեջ արդեն տես ընթացքում մարդիկ են մահացել, իսկ մի մասը ուղղակի արտագաղթել է եւ հույս բացարձակ այդ մարդկանց մոտ չկա, որ արդարադատությունը իրականացվի։ Ես կարծում եմ, մարտի 1-ի հետ կապված դեպքերը մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի մեխը, առանցքը, ողնաշարը պետք է լինեն, որովհետեւ այլ կարգի նման կարգի մեծ հանցագործություն սպանդ ընդհանրապես վերջին տարիներին չի եղել եւ այդ սպանդը պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանության հիմնական, կրկնում եմ, առանցքային խնդիրը եւ սա քննություն է նաեւ մարդու իրավունքների պաշտպանի համար։ Հաջորդ խայտառակ խախտումները, որ մասսայական են եւ տարածված են Հայաստանում, հետեւյալներն են։ Բռնությամբ կատարված հանցագործությունների հետ կապված կար կոնվենցիան իշխանությունները հանեցին, մեր խմբակցությունը ներկայացրեց օրենքի նախագիծ, այդ նախագիծն էլ մերժվեց, սրանից մեծ ակնհայտ արտառոց մարդու իրավունքների խախտման դեպքեր շատ քիչ է մեր երկրում եւ սա ֆիքսեք որպես մարդու իրավունքների իշխանության կողմից ակնհայտորեն խախտման դեպք։ Հաջորդ ակնհայտ եւ իշխանության կողմից խախտված մարդու իրավունքների խախտման դեպքը արտակարգ իրավիճակներում բանակի զինված ուժերի կիրառման վերաբերյալ օրենքի նախագիծը, կրկին ընդդիմության կողմից նախաձեռնված օրենքի նախագիծը, որը կրկին քաղաքական ուժի եւ իշխանության կողմից մերժվեց, որը կրկին հայտարարում եմ մարդու իրավունքների ակնհայտ խախտում է։ Մարդու իրավունքների խախտման հետ կապված ես ձեզ ներկայացնում եմ մի քանի թվեր, նոր եմ հանել 13 թվականին Հայաստանից
Հայաստանի քաղաքացիներ մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել են 943 հոգի, 943 բողոք է եղել Հայաստանից, որից 285-ը գտնում է հիմա քննարկման փուլում, որից հարգելի խորհրդարան 46-ի գործով վճիռ է կայացվել, այսինքն ավարտման փուլին հասել է Հայաստանի քաղաքացիներից 46 դիմումի գործ, որից 45-ում, այսինքն 98%-ում Հայաստանի Հանրապետությունը պարտվել է, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտվել է եւ այս գործերի մեջ ֆիքսված է մարդու իրավունքների խախտումները, միջազգային կոնվենցիաների դրույթների խախտումները։ Այսինքն Հայաստանի այս գոնե այսքան մասով ապացուցում է, որ Հայաստանի դատարանները 98%-ով քննարկված գործերի մեջ անարդար վճիռներ են կայացրել։ Եվ մի այսպիսի տվյալ եւս, մինչև քննության վարույթ ընդունելը, Եվրոպական դատարանի վարույթ ընդունելը Հայաստանի կառավարությունը 10 դեպք կանխել է վճիռից առաջ եւ վճիռները ետ է վերցրել ինքը խոստովանելով, որ տեղի է ունեցել մարդկանց իրավունքների խախտում եւ ինքը պարտավորվել է կոմպենսացնել այդ մարդկանց իրավունքների հետ կապված խախտումների ծախսերը։ Այսինքն ստացվում է, որ 100%-անոց, համարյա 100%-անոց արդյունքներով բոլոր այն գործերը, որ գնում են Եվրոպական դատարան, Հայաստանում մարդու իրավունքների խախտման հետ կապված ակնհայտ խախտումներ են, որոնք իրականացվում են մեր դատարանների կողմից։ Եվ սա է հիմնականում այն լուրջ, այն մեծ խնդիրը, որի մասին Տիկին Վարդանյանն էլ այստեղ ասեց, որի արդյունքում ստացվում է արտագաղթ եւ որի, ես մի անգամ այստեղ հրապարակել եմ, որի պատճառները ոչ թե սոցիալական են, ամբողջությամբ համաձայն եմ, այլ այդ սոցիալական արտագաղթի մոտիվացիաները երկու անգամ այսօր նվազեն, քան պաշտպանության, մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները։ Ավասիկ, Հայաստանից արտագաղթում են ոչ միայն սոցիալական հարցով, այլ հենց հիմա արտագաղթել են բազմաթիվ ոստիկաններ, բազմաթիվ պաշտոնյաներ, բազմաթիվ բանկիրներ, բազմաթիվ բիզնեսմեններ, եւ այս մարդկանց հիմնական մոտիվացիան, հիմնական գնալու պատճառը անիրավչությունն է, մարդու իրավունքների պաշտպանության աննորմալ վիճակը Հայաստանում, այդ մարդկանց այս երկրում ապրելու ոչ կանխատեսելի լինելը, ոչ պաշտպանված լինելը։ Այսինքն սա է ընդհանուր առմամբ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը եւ բնականաբար ես հա չեմ ներկայացնում որպես մեղադրանք մարդու իրավունքների պաշտպանին, մարդու իրավունքների պաշտպանը որքան որ կարողանում է անում է, մի քիչ էլ վախենում ես մի երկու բառ դրական ասես, որ հանկարծ իշխանությունները կսկսեն հարձակվել այս մարդու վրա, որ մի երկու դրական բան արել, բայց իրականությունը այստեղ ամենևին կապ չունի, այն ինչ որ նշում են այդ փաստերը, կապ չունի մարդու իրավունքների պաշտպանի համակարգի հետ։ Այս համակարգը ինչ որ նշում եմ համակարգային է, շատ ավելի խորքային է, օրինակ, մի խնդիր կա, որ ամենևին մարդու իրավունքների պաշտպանի խնդիր չի, ընտրությունների խախտումները, ընտրական համակարգի հետ խախտումները, սրանք միայն ու միայն քաղաքական են, միայն ու միայն իշխանության ձեռքի գործն են, եւ այստեղ այս առումով մեղադրել մարդու իրավունքների պաշտպանության համակարգը վատ լինելու մի քիչ չի լինի ազնիվ։ Ամփոփում եմ ելույթս հետեւյալով, որ թեպետ որոշ դրական բաներ կան, ծավալուն եւ բծախնդիր աշխատանք է կատարված, բայց այնուամենայնիվ մարդու իրավունքների պաշտպանության համակարգը Հայաստանում անմխիթար վիճակ է եւ այն քաղաքական ենթատեքստ ունի, այն քաղաքական ածանցյալ է եւ կախված է իշխանությունների այսօրվա վարվող քաղաքականությունից։ Շնորհակալություն։